Բարի լույս սիրելիներս, խոսենք հոգի չունեցող մարդկանց մասին։ Բայց դուք սիրելիներ, հիշեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոս առաքյալների կողմից նախապես ասված խոսքերը։ Նրանք ձեզ ասում էին, թե վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարվեն իրենց ամբարիշտ ցանկություններով։ Սրանք նշավակելի մարմնասեր մարդիկ են, որ չունեն հոգին։ Գիտեք սիրելիներ, Հուդա առաքյալը այստեղ կոչ անում բոլոր քրիստոնյաներին հետևելու առաքյալների պատվիրաններին, որովհետև նրանք մեր հայրերն էին եւ ճշմարտությունը սովորեցրեցին մեզ, քանի որ սատանան ամեն օր թեժացնում է իր պատերազմը եւ ճակատամարտը յուրաքանչյուր քրիստոնյայի հանդեպ։ Վերջին ժամանակներում այստեղ հիշատակում է Հուդա առաքյալը Հիսուսի հարությունից մինչև նրա երկրորդ գալուստ ընկած ժամանակաշրջանը, որի մեջ մենք ապրում ենք այսօր։ Եվ նայում ենք հատկապես Պողոս առաքյալի ընթերցվածները, ասում է, որ այս ժամանակի ընթացքում շատ մարդիկ պիտի փոխվեն, դառնան անձնասեր, դրամասեր, դրամապաշտ, ատող, նախանձող, չար, աստվածպաշտության կերպարանք պիտի ունենան, բայց դա զորությունից շատ հեռու պիտի լինեն, որովհետև նրանք մարմնասեր ցանկություն եւ նշավակելի են, չար օրինակ են ծառայում մարդկանց, պիտի ծաղրեն սրբություններ, պիտի արհամարեն, եւ նրանք, ովքեր աստվածպաշտության կերպարանքը երութապես պահում են, բայց իրենց կյանքի մեջ դա չի արտահայտվում, նրանք սուտ ու կեղծ քրիստոնյաներ են, նրանք հոգին են սպանում եւ ոչ էլ կարողանում են ապրել, իրենք չեն ապրում եւ ատում են ուրիշներին։ Երբ որ մեկն ուզում է ճշմարիտ քրիստոնյա երևալ, նա պետք է այդ կյանքը ապրի։ Միայն խոսքերով ասել, որ ես քրիստոնյա եմ, ես մկրտված եմ, ես եկեղեցու հետևորդն եմ, սա բավական չէ։ Դու պետք է այդ ամենը քո կյանքով ու կենցաղով ապացուցես։ Իսկ այսօրվա կյանքի մեջ մենք տեսնում ենք, որ մարդիկ միայն անունով են մնացել քրիստոնյա, բայց ճշմարտությունից եւ աստվածպաշտության զորությունից շատ հեռու են։ Մարդիկ, որ միայն արտաքին կողմն են պահում, բայց հոգեվոր կողմը չկա։ Նրանք ցույց են տալիս, որ իրենք ապրում են, բայց իրենք իրականում քայլող մեռելներ են, ուրիշների կյանքը փչացնող, ուրիշների կյանքը գարշահոտությամբ լցնող եւ այդ չարիքի մեջ ապրող։ Եվ որպեսզի քո մեջ հոգին կենթանի լինի, դու պետք է մոտենաս Քրիստոսին, ապրես այնպես, կարծես դու վերջին օրն ես ապրում, սիրելով, համբերելով եւ հույս տալով յուրաքանչյուր մեկին, ով կարիքն ունի Հիսուս Քրիստոսի։